Հերթը հասավ տավարի ջերկին, մենք ունենք շատ լավ կտոր մսի, հիմա ամբողջ յուղերի ջլերը կմաքրենք և կպատրաստենք ջերկին տավարի մսով։ Մինուսավոյ սառնարում կթողենք 1 օր, 1 օրից կկտրենք սլայզերով։ Բաստուրմաչոներ ջան, 1 օր թողեցինք տավարի միսը սառնարանում, հիմա կկտրենք սլայզերով։ Ահա, ընկերներ ջան, կտորները շատ լավ կտրտել ենք։ Տավարի միսը կտրեցինք սլայզերով, ահա այսպիսի տեսք ունի ինքը։ Հիմա կբռնենք աղաջուրը։ Ունենք այստեղ 1 լիտր ջուր, 10 գրամ քիմիոն, 10 գրամ սև բիբար, 10 գրամ կարմիր բիբար։ Ունենք այստեղ 20 գրամ աղ, 10 գրամ նիտրիտնի աղ, 5 գրամ սխտորի փոշի եւ կարմիր գույնի ունենք այստեղ ներկանյութ, ահա, այսպիսի ինքը ներկանյութը։ Հիմա կլցնենք ներկանյութը սկզբից, մի քիչ կավելացնենք ջուրը։ Համեմունքները այսպես խառնենք իրար։ Շատ լավ է։ Ձեռքով խառնում ենք, որ պարբերաբար աղը լուծվի ջրի հետ եւ համեմունքները։ Սխտորի փոշին մի քիչ ուշալուծվում ավելի։ Ինքը հեսա մի 2 րոպեից արդեն կլուծվի ջրի հետ։ Այս կոշտուկները սխտորի փոշի կոշտուկներն են։ Իրանք կբացվեն հեսա։ Ահա, շատ լավ է։ Հիմա միսը կտեղափոխենք արդեն ջրի մեջ, այսպես մանր ջրի մեջ պետք է տեղափոխենք։ Թողենք 3 օր կմնա աղաջրի մեջ, ընկերներ ջան, միսը, հետո միասին կեփենք։ Բաստուրմաչոներ ջան, մարինադից հանում ենք հիմա տավարի ջերկի միսը։ Հիմա տեսնենք ոնց է ինքը մարինադ վերցրել, շատ լավ մարինացվել է։ Միսը ջրազրկեցինք, ընկերներ ջան, շատ լավ արդեն ինքը ջրազրկվել է։ Մենք ունենք այստեղ 5 գրամ կարմիր բիբար, 5 գրամ սև բիբար, 5 գրամ քիմիոն։ Ոնց որ միշտ ասել եմ, համեմունքները լցնում ենք եւ լավ խառնում։ Լցրեցինք եւ շատ լավ խառնում ենք։ Շատ լավ խառնեցինք։ Հիմա միսը կշարենք ցանցերի վրա եւ կեփենք։ Հիմա միսը շարում ենք։ Կտորները լավ մեծ կտրել ենք։ Միացրեցինք, ջերմաստիճանը հիմա դնում ենք 90 աստիճանի վրա, 1 ժամ, ահա 1 ժամ։ 1 ժամից մենք կփոխենք արդեն 75 աստիճանով 4 ժամ կեփենք։ Տավարի ջերկին թողեցինք մի քանի ժամ սառի, հիմա կհանենք, տեսնենք ոնց է պատրաստվել։ Ահա ջերկիները լավ չորացրել ենք։ Հիմա կտրում ենք տավարի ջերկին, գույնը շատ լավ ստացել ենք, ահա, արտաքին տեսքը որ նայում ենք, ինչը որ մենք պլանավորել ենք, հենց նույն տեսքը ստացել ենք, համեմունքները մենք ուզեցել ենք, որ մանր մսի վրա ինքը արտահայտիչ շատ չերևա, շատ քիչ երևա, եթե դուք ուզենաք, կարաք ավելի շատ լցնեք համեմունքները, ավելի մեծ հատիկներով կերևան բիբարները, ավելի խոշոր աղացած բիբարները։ Մենք ուզեցել ենք, որ մանր երևա, կտորները լավ չորացրել ենք, ամեն դեպքում մեր ուզածը ստացել ենք, հիմա կկտրենք։ Ոնց որ ասել եմ, բարակ կարելի է կտրել։
Այս չափը շատ լավ է կտրելու համար։ Ինքը շատ լավ կտրվում է, որտեղ չորացրել ենք։ Ավել պետք չի չորացնել։ Շատ լավ է։ Իրա գույնն է, որ նայում ենք, հələ հաստությունը, ընդհանուր բարակությունը, ամեն ինչ նորմալ ստացել ենք։ Հիմա եթե էլի փորձենք մեր ատամներն, ինքը տավար է, բնականաբար տավարի միսը մի քիչ ավելի պինդ է։ Խոզի ու հավի մսից ինքը միանշանակ ավելի տարբերվում է։ Շատ նորմալ ստացել ենք։ Տուփերի մեջ եթե տեղավորելու եք, կարող եք այսպես մանր կտրտել, որ երկար չերևա։ Ընդհանուր տեսքը շատ լավ ենք ստացել։ Պատրաստեք նույն բաղադրատոմսով, ձեզ մոտ էլ շատ լավ կստացվի։